Հնարավոր է դուք դիմեք դատարան պատվի արժանապատվության վերականգնման հայցով։ Ես չեմ դիմելու, բայց համապատասխան մարդիկ կդիմեն դատարան։ Միանշանակ։ Երեխեք, դուք կարող եք լուրջ հարցեր տալ, անձնական բաները թողնել։ Պարոն Ղուկասյան, միջև լարվածություն էլի լկտի։ Ինչ լարվածություն։ Ուրեմն սարքել է Երևանը։ Սարքել են մարդիկ, որ ասում է բաժանիր, որ տիրես քաղաքականությամբ զբաղվող շախմատիստները։ Դիդավորյալ, տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք։ Մարդուն Գրիգորյանի հոր եղբայրները, Համլետը, մյուսը իմ լավ ընկերներն են, լավ եղբայրներն են։ Հիմա սարքեցին այդ ամեն ինչը քաղաքում եւ մինչեւ այսօր ինչ որ երկրում լինում է, սարքում են բաժանիր, որ տիրես։ Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան, Թուրքիան է եւ Ադրբեջանն է։ Լավ իմացեք, ես հայ ժողովրդի հետ թշնամություն չունեմ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է. «Ներիր քո եղբորը, քո ընկերոջը 7 անգամ 77 եւ չգիտեմ ինչքան»։ Ես այդպես այդ ձեզ եմ ներում ձեր սդերի համար։ Պատրաստ Այս երկուսն են։ Իսկ Աստված ձեզ ներել է։ Աստված Գրիգորյանը ասաց, որ լավ չեք հասկացել իրեն։ Ոչինչ, ինքը ջահել տղա է, կմեծանա կհասկանա։ Ինքը ջահել է, կմեծանա, բան կան։ Դե ուրեմն ինչ եղե, Մարդուն Գրիգորյանին ես հանգանում եմ իրենց ընտանիքին աշխարհի տակի լավ բաները, լավ լինեն, առողջ լինեն, մտածեն վերին Երուսաղեմի մասին, մնացածը սաղ սուտ է։ պատրաստ եք մի սեղանի շուրջ նստել։ Որ Մոսկվայի աղջիկ ջան։ Հա, այդ քո գործը չի դու այդտեղ մի մտի։ Այդտեղ մի մտի։ Մի հարցում ես տամ էլի։ Պաշտոնյան ասել է, որ Գյումրիում թալանը հետ է վերադարձել։ Դուք չեք վախենում, որ ես կարող է ունես ձեր։ Ով որ թալան արել է, թող գնան ունես զրկեն։ Մենք սպասում ենք դրա համար, ուզում ենք, որ ինքը գար, որ երկրի ընդեր կամբողջությամբ օֆշորներում գրածված։ Երկրի ամբողջ հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքում է, սպասում ենք, որ այդ մարդկանցից վերցնեն, դարձնեն պետական սեփականություն։ Ցավոք սրտի տեսնում ենք երկրի 90% քաղաքապետերի վրա գործ են հարուցում, ոնց որ ուրեմն քավության նոխազը լինեն քաղաքապետերը։ Իսկ եթե Ղուկասյան Վարդանի աշխատածը, որ մենք մշտական աշխատել ենք, բարձրաձայն 100 անգամ ասել ենք, ու այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, այսինքն ես որ եկեղեցի էի կառուցում մինչև քաղաքապետ լինելը, ես գումար ունեի։ Ես որ սովետական միության ժամանակ 5 հատ մեքենա ունեի, ու ամեն ինչ ունեի, կոոպերատիվ Սպարտակ ունեի, Կուլբան Ասկեղեն, տրիկոտաժ, հասկացար, հացի կորզարաններ, ամեն ինչ այդ բոլոր քաղաքը գիտի եւ դրա համար ինձ 5 անգամ ձայն են տվել քաղաքապետ եւ 2 անգամ էլ դարել եմ ազգային ժողովի պատգամավոր։ Այս քաղաքի բնակիչները այնքան խիստ են, որ նմանատիպ խապեպաները, որոնք սուտ են խոսում, պատժվում են։ Հիմա որ դու ձեզ համար հարցնեք ժողովրդին, դա ձեզ համար վատ բան կասեն։ Ձեր փողով եք կառուցել եկեղեցին։ Այո։ Միած չեմ կառուցել, դա կառուցել եմ Սուրբ Նշանը, տղա ջան, գնա մի հատ մտի մոմը որ վառում ես, մի քիչ աբաշխարի դու, մեղք ես։ Հետո ամենափրկիչ եկեղեցին։ Ես որոշեմ, որ լրագրողները մեղք են գործում։ Այսօր քվեարկելու եմ Իմբիսի, որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը եւ իր գրբանի ու որովայնի համար չաբրի։ Այլ աբրի Հայաստանի Հանրապետության եւ Պարտիալ Աստծո համար։ Всё։ Ռոբերտ Քոչարյանին հարկում եմ, միասին աշխատել ենք, բայց քաղաքական առումով մենք միասին չենք։ Ես բարձրաձայնել եմ, ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Ուրեմն երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով, բայց աշխատած պահով ես իրեն հարկում եմ, որովհետև իրոք եղել է քաղաքի համար, աղետիկոդու վերականգնման համար եւ Հայաստանի Հանրապետության Արցախի ազատագրման համար արել է այն, ինչ որ շատերը չեն արել։ Բայց ես ունեմ հարցեր, այդ ձեր գործը չի։ Այդ հարցերը հիմիկան է վերաբերում։ Մի վարքան, այդ հարցերը վերջին շրջանին, թե ինչի։ Ինչի իմ գործը չի։ Ինչի թափանցիկ չեք, այդ հարցերը տվեք։ Կասենք, հադիկ ձեզ կասեմ։ Հիմա ասելու բան չունեմ։ Ասա։ Դուք տեղամասերից մտահոգիչ ինչ ահազանգեր եք ստացել։ Տեղամասերից հիմա
Հիմա գծի հետևից նոր հեռուստատեսությամբ էլ հավանական է արդեն գծել են, որ այնտեղ մի հատ խանութ կա, ինչ որ մարդիկ մտնում են այնտեղ, հետո մտնում են քվյա ուրեմն տեղամաս։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Մի հոգի չէ, երկու հոգի չէ, 50 հոգի չէ, մտնում են սիրուն այդ խանութը ու գնում են այնտեղ։ Այ ուրեմն այդտեղ պետք է մի հատ խորանան։ Կարող է երշիկ են մտնում վերցնելու այս պահին, բայց երշիկ ձեռքերը չկա, ոչ էլ հաց կա, բայց ինչ պահ է որ մարդիկ մտնում ու գնում են։